Այս տարի եւս ցավոք սրտի, ինչպես բոլոր տարիներին, ականատես եղանք կարկուտի դեպքերի եւ կուզենայի իմանալ արդյոք վնասները գնահատված են, տնտեսվարողների այգեգործների կրած վնասները, արդյոք կային տնտեսվարողներից ոմանք, որոնց այգիները ապահովագրված էր եւ ինչ է նախատեսվում փոխհատուցման հետ կապված։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թոմասյան, նշեմ, որ ընդհանուր առմամբ այս հարցին պատասխանելուց պետք է մի քիչ հետ գնամ եւ պատմական ակնարկով, թե ինչ ենք մենք ունեցել 2023 թվականին գյուղատնտեսության ապահովագրությունում, ինչ խնդիրներ առաջացան 2024-ին եւ ինչին ենք առերեսվել 2025-ին։ 2023 թվականին ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարը կազմել էր 1.8 միլիարդ դրամ, իսկ ֆերմերներին փոխհատուցված գումարը կազմել էր ընդհանուր 2.7 միլիարդ դրամ։ Հետևաբար նշանակում է, որ ապահովագրական ընկերությունները իրենք ավելի քիչ գումար են հավաքագրել, քան փոխհատուցել էին ֆերմերներին։ Ծրագրին մասնակցում են Հայաստանի ապահովագրական ընկերությունները եւ այդ ժամանակ այդ ռիսկը վերաապահովագրում կար եւ ռիսկը կրում էր վերաապահովագրող կազմակերպությունը։ Այս փոխհատուցումների անհամաչափ բաշխվածությունը վերաապահովագրող ընկերությունը ստիպեց, որ 2024 թվականի փետրվարին դադարեցնի վերաապահովագրման իր առաքելությունը եւ Հայաստանի կառավարությունը այս մասով ձեռք մեկնեց ապահովագրական ընկերություններին առաջարկություն անելով մեղմել իրենց ապահովագրական այն ռիսկը, որը կրելու էր վերաապահովագրող ընկերությունը։ Եվ 2025 թվականի համար առաջարկվեց, որպեսզի մենք փոխհատուցենք ոչ թե 50-ից 60%-ը ապահովագրավճարի, այլ 70-ից 80%-ը, եւ նաեւ կառավարությունը առաջարկեց ապահովագրական ընկերություններին, որ եթե հավաքագրված ապահովագրավճարի նկատմամբ վնասաբերության տոկոսը 200%-ից ավել կլինի, ապա կառավարությունը կփոխհատուցի նաև դրանից ավել գումարը։ Մեր գործընկերների հետ Կենտրոնական բանկի ինքը ապահովագրական գործընթացը որպեսզի ամբողջական լինի եւ ճիշտ լինի, որովհետեւ մենք բազմաթիվ անգամ նշել ենք տարբեր խնդիրներից, չեմ ուզում այս պահին անդրադառնալ, թե որոնք են եղել խնդիրները, նաեւ որոնք որ ազդել են ծրագրի չիրականացման կամ խնդիրները խորացման առումով, բայց ամեն դեպքում ուզում եմ նշել, որ 2025 թվականին եղել են քիչ թվով ապահովագրված հողատարածքներ։ Դա որոշակի առումով պայմանավորված է, որ ապահովագրական ընկերությունները զսպվածություն են ունեցել, այն ռիսկերը, որոնք որ իրենք առերեսվել են 2023, 22, 21 թվականներին, զսպվածություն են ունեցել 2025 թվականին, չնայած որ կառավարությունը ամեն դեպքում այդ առաջարկությունը արել էր։ Ինչ վերաբերում է վնասների գնահատմանը, վնասների մեծ մասը գնահատումներ իրականացված են, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերները մեզ փոխանցել են։ Ընդհանուր առմամբ տրամաբանությունը այս պահին հաշվարկները իրականացված են։ Պետք է նշեմ, որ ոչ բոլոր տվյալներն են ամբողջացված։ Քննարկումներ ունեցել ենք մեր ֆերմերային տնտեսություններին աջակցության նպատակով, քննարկումներ ունեցել ենք, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիս ամսին նույնպես պատմականորեն բավականին ռիսկային է կարգտահարության առումով, մենք այս պահին դեռ վերջնական արձագանք չենք ներկայացնում, հունիսի 20-ից 25-ից հետո արդեն որոշակի ամբողջական պատկեր ունենալուց հետո նոր կկարողանանք վերջնական արձագանքել, որովհետև այն օրը, որը որ քննարկում ենք իրականացնում, օրինակ Շիրակի մարզում տեղած կարկուտ։ Շնորհակալություն։